Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Ընտրություններին ընդառաջ Եվրամիությունը արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով հանձնակատար Կայա Կալասը։ Նրա խոսքով որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքով։ Ավելի վաղ Կալասը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու համար։ Ի պատասխան Եվրամիությունը հայտարարել է 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Միջոցները նախատեսվում է օգտագործել արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության դեմ պայքարի և կիբերանվտանգության ամրապնդման համար։ Մեր հարևանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մեզ համար մնում է առաջնահերթություն։ Մենք Հայաստանին մենակ չենք թողնի։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա։ Օրերս Բաքվի երկնքում հայտնված անօդաչուները խուճապահար էին արել մոտ 2 միլիոնանոց քաղաքի բնակիչներին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջապես պարզաբանել է կատարվածն ու հայտնել, որ տագնապի պատճառ չկա։ Նշվում է, որ մայրաքաղաքի երկնքում դիտարկվող անօդաչու թռչող սարքերը պատկանում են պետական մարմիններին։ Նման թռիչքները իրականացվում են որոշ շրջաններում վերահսկողության համար։ Կառույցը բնակիչներին հորդորել է խուճապի չմատնվել, եթե քաղաքի երկնքում էլի անօդաչուներ նկատվեն։ Հիշեցնեմ, Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն ամերիկացիներին հորդորել էր խուսափել Ադրբեջան մեկնելուց։ Շարունակենք, Հայաստան դաշինքը հայտարարեց վարչապետի իր թեկնածուի անունը, որը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար Հայաստան դաշինքով, որին միացել է առաջ կուսակցությունը։ Ընտրություններին դաշինքը գնում է «Միասին կարող ենք» կարգախոսով։ Սիրելի հայրենակիցներ, մեր նպատակն է դառնալ Հարավային Կովկասի ամենաարդյունավետ և ամենակազմակերպված պետությունը։ Միայն այդպիսին լինելով մենք կարող ենք գերտերությունների համար լինել հետաքրքիր դաշնակիցներ և գործընկերներ։ Եվ միայն այդ դեպքում մեր շահերը պատշաճ կերպով կհարգվեն։ Հիշեցնեմ, հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն պաշտոնապես հայտարարել են Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը, որն իր առաջարկ Հայաստանին ծրագիրն ուզում է այսպես կոչված նոյան տապան դարձնել ընդդիմադիր ուժերի համար, Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իր նորաստեղծ միասնության թևեր նախաձեռնությամբ, որին միացել է նաև Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը իր նոր ուժ կուսակցությամբ, ՀԱԿ-ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, Հանրապետություն կուսակցությունը Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևին Սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման կապակցությամբ։ Ըստ վարչապետի մամուլի ծառայության Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր թափ կհաղորդեն Երևանի և Աստանայի միջև միջպետական ռազմավարական գործընկերությանը։ Նոր սահմանադրությունը զգալիորեն ընդլայնում է նախագահի լիազորությունները։ Նա կկարողանա մի շարք պաշտոններում նշանակումներ կատարել, շրջանցելով խորհրդարանը, որն էլ Մաժլիսի և Սենատի միացումից հետո դարձել է միապալատ։ Ավելին, ռուսերենը կզրկվի երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակից և արտաքին ֆինանսավորում ստացող կազմակերպությունները պարտավոր են հրապարակայնորեն բացահայտել այս փաստը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մարտի 17-ից 19 կգտնվի Օմանում։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության արտգործնախարարի հետ։ Մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։ Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։ Եվ վերջում Արմավիր քրեակատարողական հիմնարկում կարանտինային խցում կալանավորի դի է հայտնաբերվել, ըստ տարածված տեղեկությունների կախված վիճակում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները տեղեկությունը փոխանցել են քննչական կոմիտե։ Նշվում է, որ հիմնարկում լարված իրավիճակ է, քանի որ որոշ կալանավորներ էլ հացադուլ են հայտարարել։ Ըստ լուրերի մահացածը 40-ից 45 տարեկան տղամարդ է։ Այսքան այժմին կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։